Նախ կասեք, ցեղասպանության թեման Հայաստանի ներքաղաքական օրակարգում ի՞նչն է ակտիվացրել։ Գիտեք, ցեղասպանության թեման ինքնին ակտիվ է միշտ եղել, ապրիլի 24-ին նախորդին, ապրիլի 24-ին, ուղղակի այս անգամ կարծես քաղաքական այդ թեմայի շուրջը քաղաքական սուր շահարկումներ եղան եւ կարծես դա ակտիվացրեց։ Դե 24-ը իսկապես ապրիլի 24-ը մի քիչ անհանգիստ է անցնում հատկապես Երևանում։ Ես նկատի ունեմ այդ ջահերի երթը, հետո հանրային արձագանքը դրան դեմ, կողմ։ Ի վերջո ձեր աչքերով ինչ խորհուրդ ունի այդ ջահերով երթը։ Դրոշների այրումը։ Երիտասարդական ակցիա է, երիտասարդները միշտ էլ բոլոր ժամանակներում, բոլոր երկրներում աչքի են ընկել իրենց բուրըն զգացմունքային պահվածքով եւ հավանական է այդպես պետք է դա անցալել։ Ուրիշ ձևի չեմ անցալում, երիտասարդները գիտեք միշտ էլ մի քիչ այնպես են իրենց պահում, որ մեծահասակները զարմանում են, ասում են ինչի այդպես մենք լինեինք այդպես չէինք անում։ Արտաքին քաղաքական օրակարգը չի տուժում դրանից։ Չեմ կարծում։ Հայաստանի բոլոր իշխանություններն են փորձել Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորել, չէ՞, ես չեմ սխալվում։ Այո, միանգամայն իրավացի եք։ Իսկ ո՞րն է տարբերությունը այդ իշխանական փուլերում։ Տեսեք, 3 նախագահներն էլ Հայաստանի փորձել են Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել։ Որում խոսքը չի գնացել բարի դրացիական, բարեկամական, եղբայրական հարաբերությունների մասին, այլ զուտ նորմալ դիվանագիտական հարաբերություններ ունենալու, նորմալ գործող սահման ունենալու մասին է խոսքը գնացել։ Եվ 3-ն էլ անհաջողության են մատնվել։ Ինչու՞, որովհետև Թուրքիան ցանկություն չի հայտնել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել, անընդհատ որոշակի պահանջներ է ներկայացրել Հայաստանին, նախապայմաններ է ներկայացրել, որ Հայաստանը փոփոխություններ մտցնի իր քաղաքականության մեջ, միայն դրանից հետո Թուրքիան կկարողանա կորոշի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել։ Այս անգամ մենք տեսնում ենք, որ մինչև հիմա չնայած երկու երկրները ջանքեր են գործադրում, կարծես թե այդ հանդիպումները տեղի են ունենում Ռուբինյան Քլաչ, ինչ որ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերում, բայց էլի գործը առաջ չի գնում։ Եվ Թուրքիան էլի նախապայման է դնում կապելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում Ադրբեջան-Հայաստան պայմանագրի կամ համաձայնագրի ստորագրման հետ։ Բայց այս անգամվա տարբերությունը իմ ընկալմամբ հետևյալն է, որ որոշակի ավելի դրական մթնոլորտ կա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ այդ բանակցային գործընթացում։ Ինչով է բացատրվում։ Այդ բացատրվում է իմ կարծիքով այն հանգամանքով, որ Թուրքիան, թուրքական արտաքին քաղաքականությունը ներկա փուլում որոշակի նոր երանգներ է ձեռք բերել Հարավային Կովկասում։ Նոր տեսադաշտ է բացվել Թուրքիայի համար Հարավային Կովկասում, ես փորձեմ իմ միտքը ավելի այսպես հստակ հասցնեմ։ Մենք հիմա գործ ունենք մենք որոշ չափով այլ տեսադաշտ ունեցող Թուրքիայի հետ, եւ այդ նոր տեսադաշտը դա ավելի ռազմավարական տեսադաշտ է, այսինքն Թուրքիան իր առջև հիմա դնում է ավելի ռազմավարական խնդիրներ, քան թե մի քանի տարի առաջ էր։ Մասնավորապես Թուրքիան մենք տեսնում ենք Մերձավոր Արևելքում քայլեր է ձեռնարկում իր դիրքերը կտրուկ ուժեղացնելու ուղղությամբ կապված Սիրիայում այն նոր դերակատարման հետ, որ նա ստացել է, որում Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ստանալով աջակցություն, մենք տեսնում ենք, որ Թուրքիան հիմա փորձում է այնպիսի քաղաքականություն անցկացնել համամոլորակային առումով, որ ազդի համաշխարհային արտաքին քաղաքական
գործընթացների վրա եւ այլն։ Եվ այս նոր մոտեցումը, նոր տեսադաշտը Թուրքիայի շատ ավելի լայն է, քան թե առաջ էր, քան թե Հարավային Կովկասն էր։ Հիմա դրա համար Հարավային Կովկասի տեղը Թուրքիայի արտաքին ռազմավարության, աշխարհառազմավարության գեոստրատեգիայում ավելի թուլացել է։ Այդ մեկ, երկրորդը Թուրքիայի տեսաբանները արտաքին քաղաքականության իմ կարծիքով հետևյալ հաշվարկն են կատարել, որ 2020 թվականի 44 օրվա պատերազմից հետո Թուրքիայի դիրքերը մեր տարածաշրջանում Հարավային Կովկասում որոշ չափով ուժեղացել են ի հաշիվ Ռուսաստանի։ Եվ դա Թուրքիայի համար, այսպես ասած, համարվում է կարևոր հանգրվանային հաջողություն։ Թուրքական աշխարհաքաղաքական տեսական միտքը միշտ էլ ընկալել է եւ շարունակում է ընկալել Հարավային Կովկասը որպես Թուրքիայի միանձնյա ազդեցության տարածք, որտեղ միայն Թուրքիան պետք է իշխի, Ռուսաստանը լրիվ դուրս մղվի։ Բայց քանի որ հիմա նրանք որոշակի առումով իրենց դիրքերը ուժեղացրել են եւ նոր այս ստատուս կվան, որ 2020 թվականից հետո Հարավային Կովկասում ստեղծվել է, ավելի բարենպաստ է, քան թե Թուրքիայի համար, նրանք ես կարծում եմ այս նոր տեսադաշտ ունենալով, նոր աշխարհառազմավարական տեսադաշտ ունենալով իրենք միանգամայն գոհ են այս իրադրությունից, որ հիմա կա մեր տարածաշրջանում, համարելով, որ հետագայում արդեն երբ որ իրենք իրենց, այսպես ասած, խնդիրները կհամարեն լուծված Մերձավոր Արևելքում կամ են ամբիցիաները իրականացրած համաշխարհային քաղաքականության առումով, նոր հետո նորից կսկսեն Հարավային Կովկասում իրենք ավելի այսպես ակտիվ քաղաքականություն վարեն։ Հիմա նրանց համար կարևորը այն ստատուսը, որ կա Հարավային Կովկասում, կրկնում եմ էլի որոշ չափով որ օգուտ է իրենց, դա այսպես ասած թղթին հանձնելն է։ Եվ դա պետք է լինի ըստ թուրք տեսաբանների հայ-ադրբեջանական համաձայնագրի տեսքով։ Այս երկու հանգամանքը, որ ես նշեցի, հանգեցնում են նրան, որ Թուրքիան հիմա այնպիսի ագրեսիվ դիրքորոշում չունի Հարավային Կովկասում, ինչպես ուներ սրանից մի քանի տարի առաջ։ Հիմա նա գոհ է այն իրադրությամբ, որ կա, սպասում է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը պայմանագիրը կամ համաձայնագիրը ստորագրեն։ Եվ սա ստեղծում է ավելի բարենպաստ հասկանալի է մթնոլորտ, բայց Թուրքիան սկզբունքորեն իր քաղաքականությունից չի հրաժարվում։ Հասկանալի է։ Այո, նորից դնում է նախապայման, այս անգամ կապված Զանգեզուրի միջանցքի հետ եւ նաեւ այն հանգամանքի հետ, որ կապում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Այո, Թուրքիայից մի քանի անգամ է հնչել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման դեպքում հայ-թուրքական հարաբերություններում ոչ մի խնդիր չի լինի։ Բայց շատերը ասում են, որ Ադրբեջանը ձգձգում է այդ պայմանագիրը կամ ձգում է կամ չի ստորագրելու այդ պայմանագիրը հենց այդ մտահոգությունը հաշվի առնելով։ Որովհետև Ադրբեջանը երբեք չի ուզենա, որ հայ-թուրքական սահմանը կամ Հայաստանը եւ Թուրքիան ունենան դիվանագիտական հարաբերություններ։ Այո, դա մեկ է, երկրորդ իհարկե Ադրբեջանի տեսադաշտը տարբերվում է Թուրքիայի տեսադաշտից։ Ադրբեջանը այդպիսի այսպես ռազմավարական նպատակներ չունի, նա լուծում է ավելի մարտավարական խնդիրներ իրենց ընկալմամբ։ Եվ այդ մարտավարական խնդիրները հետևյալն են, որ հնարավորինս Հայաստանից զիջումներ պոկեն, եւ դրա համար Ադրբեջանը մենք տեսնում ենք չի ցույց տալիս շահագրգռվածություն հայ-ադրբեջանական պայմանագիրի ստորագրման գործընթացը արագացնելու մեջ։ Այնպես որ երկու տեսադաշտերի տարբերություն եմ ես տեսնում թուրքական եւ ադրբեջանական կապված մեր տարածաշրջանի հետ։ Թուրքիային էլ եմ կրկնում ավելի ռազմավարական է, ստրատեգիական է, որտեղ ուրիշ խնդիրներ էլ ունի Թուրքիան, իսկ Ադրբեջանին ավելի կոնկրետ է, ավելի մարտավարական է, որտեղ նրա համար կարևորը, ինչպես ասեցի, հենց կոնկրետ Հայաստանից ինչ որ մի բան պոկելն է ավելի շատ։